Ես ամբողջությամբ մեջ բերեմ, եթե թույլ կտակ Վարդան Ղուկասյանի ցնցող գոհարները, կողմ եմ Ռուսաստանի հետ միութենական պետության գաղափարին Բելարուսի սկզբունքով, ես ուզում եմ, այստեղ կարծես թե նաև ինքնախոստովանական է ասում, գուցե ակամա պարոն Ղուկասյանը, ես ուզում եմ այնպիսի ղեկավար տեսնել, որ կարողանա բանակցել եւ չգնա ռուսի սխալներն ասի, դուք մեր նկատմամբ լավ չեք պահում, վերջում էլ արդյունքը սա է, Թուրքահայաստանը ինչ վիճակի մեջ է, պետականություն չունենք, մորթված, սպանված, քանդված, ավիրված, գերեզման չունենք ընդհուպ, Ռուսահայաստանը ինչ վիճակի մեջ է։ Ես չգիտեմ ինչ մարդ պետք է լինի, որ սա չտեսնի, ասում է նա, եւ ասում, որ պատմական ակնարկ է անում, հավելում, որ եթե ռուսները չկային 29842 կիլոմետր չենք ունենա։ Այսինքն, երբ մենք ռուսներին ասում ենք կան խնդիրներ մեր հարաբերություններում, կան պարտականություններ, որոնք դուք չեք կատարել եւ այլն, սա նշանակում է, որ դրա դիմաց մենք ստանում ենք Թուրքահայաստան։ Շատ հետաքրքիր ինդիկատոր էր սա, ինքնախոստովանական, որ այսինքն բայելում է պետք է այդպիսի գործակցությունը մի երկրի հետ, որին եթե ինչ որ հարցով հարց ես բարձրացնում, ապա դիմացը ըստ Ղուկասյանի ստանում ես Թուրքահայաստան։ Նախընտրական շրջանում Վարդան Ղուկասյանն էր, չէ՞, Կարսը գրավում։ Այո։ Անին, չէ՞։ Հիմա Ձեր հարցի պատասխանն է։ Ձեր հարցի պատասխանն է։ Ներշնչել Ռուսաստանը կգա, Ղարաբաղցիները կվերադառնան Ղարաբաղ, դուք կգնաք Կարսուվան։ Անի, ինչու ոչ։ Բայց այդտեղ ծագում է մի շատ մեծ հարց, ինչպես։ Եվ այդ հարցը ոչ Վարդան Ղուկասյանների մակարդակով, ոչ որևէ մակարդակով պատասխան չունի։ Ինչպես շատ ուղիղ ռազմաբազան, այսպես ձորը անցնելով, ուղիղ անի։ Ուղիղ մտնում է անի։ Էրդողանն էլ գալիս է ու նրանց այսպես ընդունում է։ Գլխաբաց ու գրկաբաց։ Մեր վիճակը լավ չէ։ Մենք զավեշտ ենք հասցնում մեկ-մեկ առանց դրա չի լինի, բայց զավեշտի մեզ են մղում։ Այ մեզ մղում են ազգովի բթացման, Վարդան Ղուկասյանների հանճարեղությունների տեսքով, մեզ մղում են ազգովի բթացման, մեզ մղում են ազգովի ընդարմացման, որ մենք այ մնանք այդ խոսույթի շրջանակներում, այդ պատկերացումների շրջանակներում, լավագույն դեպքում կեսս արհամարենք, մյուս կեսս հրճվենք այս ինչ շրջությունները դուրս տալիս ճակերտներում սկզբունքով, մյուս մասը էլ, բայց կարող է ճիշտ ասում, մեկ էլ տեսար, ինչ իմանաս։ Այսա կոչվում է հիբրիդային պատերազմ։ Եվ այդ հիբրիդային պատերազմը գերագույն հաջողությամբ մեր դեմ վարում են թե Ադրբեջանը, թե Ռուսաստանը։ Վարդան Ղուկասյանների ուղեղի կառուցվածքը թերևս այնպիսին է, որ նրանք դա երբևէ չեն հասկանա։ Նրանք իրենց այդ ճառերը կհիմնավորեն իրենց գերագույն առաստված ի վերուստ տրված հայրենասիրությամբ խրախկեցվածքով, այսպես տարբեր տեղեր շրջելով, ոնց մենք Վարդան Ղուկասյանս եկել ենք ձեզ աշխատատեղ, ես իմ հաջողություն, բարեկեցություն, զարգացում, վերևն Աստված, ներքև մենք։ Այդ տրամաբանության մեջ մեզ փորձում են մղել ազգովի։ Դե եթե մենք դրան համաձայն ենք, եթե դրան համաձայն ենք, եթե դա անցալում ենք, իբրև 100% ճշմարտություն անելքության մեր միջանցքներով, մենք գնում ենք գրողի ծոցը։ Բայց ես այդ մարդկանցից չեմ։ Ու ես կարծում եմ, որ մեծամասնությունը ինձ նմաններն են, մեծամասնությունը ձեզ նմաններն են, մեծամասնությունը նրանք են, որ կարողանում են այդ ամեն ինչը գնահատել, եզրակացություն անել։ Եվ մեծամասնությունը նրանք են, որ ժողովրդավարությունը չեն ընկալում իբրև երկնքից թափված մանանա, որով փակվում են բոլոր մյուս հարցերը։ Մենք ժողովրդավար ենք, թուրքը մեր վրա չի կրակի։ Մենք ժողովրդավար ենք, ռուսը մեր գազը չի փակի։ Մենք ժողովրդավար ենք, տրալալա։ Սա է ընկալումը։ Ու ես ասում եմ խորին ցավով, որովհետև այդ ժողովրդավարությունը արժեք է, արժե համակարգ է, որը դեռ պետք է բացել, հասկանալ, պատասխանատվություն ստանձնել դրա համար։ Բառեր չեն, էլի գեղեցիկ, պես հասկացություններ չեն, փողոցային երթևեկության կանոններ չեն, կարմիրի տակ անցար եկավ խփեց։ Այդքան պարզունակ չի։ Պետք է այս ամեն ինչ խորանանք, այս ամեն ինչի մեջ բացատրենք,
Վերջին հաշվով կա օրինակ։ Օրինակ, մենք առավոտից երեկո կարող մեզ հրամցնում է Հայաստանի մուլտիպլեքսը, մեզ հրամցնում է ռուսական հեռուստաալիքներ։ Եկեք ինձ ասեք, քանի եվրոպական հեռուստաալիք կա հակակշռող։ Շատ կուզեի իմանալ, եւ ինչու չկա։ Ինչու ես պետք է անդադ իմանամ, Օմսկում, Կուրսկում, Մուրմանսկում գրողի ծոցում ինչ է կատարվում, ամենայն մանրամասնություններով, բայց չիմանամ ինչ է կատարվում Բելգիայում, չիմանամ ինչ է կատարվում Գերմանիայում, չիմանամ ինչ է կատարվում Ֆրանսիայում, չիմանամ ինչ է կատարվում Իտալիայում ու Իսպանիայում։ Ինչու։ Պարզ հարց։ Ժողովրդավար մարդու հարց։ Ռուսները կպատմեն։ Ռուսները կպատմեն, հա, ռուսները մեզ տասնյակ տարիներ դա պատմել են։ Ռուսները մեզ պատմել են։ Ռուսները մեզ հիմա էլ պատմում են, որ Ուկրաինան հարձակվել է իրենց վրա։ Դե եթե այդ տրամաբանությամբ պետք է ռուսները մեզ պատմեն, եթե ռուսները պետք է դառնան մեր աչքերն ու ականջները, ով ենք մենք։ Ով ենք մենք։ Եկանք Վարդան Ղուկասյանի փառահեղ մտքին, Բելարուսի սկզբունքով Ես չեմ զարմանա, որ Վարդան Ղուկասյանին առաջին շնորհավորի բաց կան։ Բացարձակ չեմ զարմանա, ու նույնիսկ չեմ զարմանա, որ Վարդան Ղուկասյանի այսպես փառահեղ քաղաքապետության ընթացքում նաև հյուր գա։ Գուցե Գյումրում էլ կարտոֆիլա գործության ինչ որ ցանքսի էսի ինչի տարբերակներ լինեն։ Ինչու ոչ, փորձի փոխանակում։ Բելարուս, Գյումրի։ Հիշում եք մեր որոշ ժամանակ առաջ դեռ նախընտրական հարցազրույցներից մեկում ես ասացի, որ Գյումրին առանձին պետություն չի։ Գյումրիի ընտրությունները չի կարելի դիտել իբրև պետության մեջ ընտրություններ։ Ես հիմա էլ պնդում եմ, որ Գյումրին առանձին պետություն չի։ Եվ Գյումրիի այս ընտրությունները չի կարելի առանձնացնել, ֆետիշացնել։ Այս ընտրություններից պետք է դասեր քաղել։ Այս ընտրությունների իրավական, քաղաքական գնահատականը պետք է տալ, որովհետև ոնց ուզում եք վերցեք, մենք գնում ենք դեպի զարգացում։ Եվ զարգացման ճանապարհին բոլոր այն խոչընդոտները, որոնք հայտնվում են հակաժողովրդավարական տարրերի տեսքով, անուններ չեմ ուզում տալ, կարծում եմ բոլորը հրաշալի այդ անունները գիտեն, չգիտեն, շուտով կիմանան, պետք է հաղթահարել։ Մենք այլ ճանապարհ չունենք։ Պարզապես այլ ճանապարհ չունենք։ Հիշու եք Չարենցին։ Մենք ճամփա անկանք, առավոտ, ծեքին, թարմ, թեթևեր, մեր ճամփորդի, հոգին, ուրախ էինք մենք ու մեր սիրտը բաց։ Այդ գնացինք ու հասանք Դանթեական առասպել։ Հիմա Հարդագողի ճամփով գնում ենք դեպի Դանթեական առասպել, գնում ենք դեպի Երկիրնայիրի, ուր ենք գնում։ Ուր ենք գնում։ Ռետորական հարցով էլ ավարտենք մեր Տաններ չեմ կարողանում ռետորական հարցերը։ Շնորհակալություն։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Զրուցակիցս Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանն էր, ես